Եվ այսպես ողջույն բոլորին։ Մենք այսօր One-Way Tour-ի հետ միասին այցելելու ենք Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում ջերմուկն է, խորվիրապն է։ Մենք հիմա կոնսերվատորիայի բակում ենք, այստեղից ենք շարժվելու, այստեղ մեր գազելներ, սենց խառը Եվ այսպիսով մեր այսօր առաջին կանգառն է խորվիրապը, հիմա բարձրանում ենք եկեղեցի, այստեղ շատ կայֆ տեսարան է բացվում, հիմա ձեզ ցույց տամ։ Այստեղ ժողովուրդը գյուղատնտեսությամբ է զբաղվում, հող է մշակում։ Սա մեր Արարատն է, այստեղ ես լիքը նկարվա։ Այսօր մի տեսակ իմ քունը տանում է, ինձ թվում է կանցնի, որովհետև այստեղ շատ ջերմ մթնոլորտ է, բայց որ սենց շարունակվի ու ես չաշխուժանամ, այս մեր վլոգը կնմանվի կոմենտ հաղորդմանը, հետ չխնդալու բան չի լինի մեջը, այստեղ արդեն եկեղեցին է, այստեղ մեր ժողովուրդն են, ահա ժողովուրդ ջան, հիմա մտնում ենք այստեղ, մեծ և փոքր վիրապներն են այստեղ գտնվում, հիմա իջնենք ներքև, տեսնենք ինչ կա ներքևում։ Այստեղ որոշել է իջնել մեծ վիրապը, բայց շատ է ժողովուրդն, այդտեղ հերթ էր, չկարողացա սպասել։ Այստեղ լիքը օձեր ու կարիճներ կան։ Բախտս բերելա չեմ հանդիպել, բայց այս տարածքում շատ են այդ կռիսները։ Հենտեղ մեր տրանսպորտն է, եկեք մենք ստեղով իջնենք, հա։ Ոյ, ստեղից գլորվելու եմ։ Ոմ ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Ժողովուրդ ջան, մենք հիմա գտնվում ենք Պարուր Սևակի տուն թանգարանի բակում, այստեղ թանգարանը նոր է վերակառուցվել, իդեպ ասեմ, որ 2-ից 3 տարի առաջ երևի, երբ որ այստեղ շինարարություն էր գնում, ես էլ եմ մասնակցել շինարարությանը, հիմա ես ձեզ ցույց տամ նոր թանգարանը, սա նոր վերակառուցված թանգարանն է, իջնենք ներքև, հայատ իջնենք էլի, չի կարելի? Լավ, դեմ իջնի, ջուրը խմելու, յա, ջան, անպայման, շլանգավոր չեմ խմի հետը, հա, ասեցին, ես խմա ու չեմ հեռը, ուզում եք մի 5 րոպե ոտներ հետ կաղկցեք, ուրեմն մեզ վերջապես հաջողվեց իջնել հայատ, այստեղ Պարուր Սևակի և իր կնոջ գերեզմանն է, նրանք այստեղ են թաղված, իսկ քիչ աջ նրա ծնողների գերեզմանն է, այսպես, այստեղ շատ հանգիստ է, այն կողմում ծիրան կա, ես հիշում եմ, որ մի անգամ եկել էի, քաղաքում ծիրան չկար, բայց այստեղ կար, այն տարին էր, որ ընդհանրապես ծիրան չկար, կարկուտահարվել էր, մենք հիմա թանգարանի ներսում ենք, այստեղ բարձր խոսել չի կարելի, բնականաբար, ուրեմն այստեղ պատի վրա ներկայացում է Պարուր Սևակի կյանքը փոքր հասակից մինչև կյանքի վերջին օրերը, այստեղ տեսնում եք, այստեղ նրա հագուստն է, այստեղ Պարուր Սևակի անձնական իրերն են, ինչպես տեսնում եք, պտտվենք, այստեղ մեծ հանճարի գրքերն են, Սևակի ռադիոն է, գրասեղանը և թախտը, իսկ այնտեղ սպասքն է։ Երեխեքի մի հատ ինձ ձեզ նկարեք իբր թե ծաղիկից հոտ եմ քաշում։ Ժամանակի սուղ լինելու պատճառով այստեղ երկար չեն կարող մնալ։ Երեխեք մի հատ ինձ ծառի հետ նկարեք, յանիմ ծառից էլ եմ հոտ քաշում։
Արաղայի ան։ Այնտեղ։ Մաշալլա, մաշալլա։ Ասիգեն, շիգին բարեկամ։ Որը։ Ասիգեն։ Աղի ծիսակաղցր։ Մաշալլա, մաշալլա, մաշալլա։ Փորձինք։ Ուրեմն մենք վերցեցինք գինին ու ուզում եմ խմել հիմա պատպիսչիկներից կենացը։ Վարդանի հետ նոր եմ ծանոթացել, ձեռքով արա Վարդան։ Ապրի Վարդանը։ Ուրեմն խմում եմ պատպիսչիկներից կենացը։ Ողջ եղեք, ինձնից անպակաս։ Ողջ ելնեք ձեր ցավը տանը։ Լավ եղներ կարմելա։ Ախբեջան։ Մեր երրորդ կանգառը նորավանքն է, հիմա մենք եկեղեցու բակում ենք, հիմա գնում ենք ման վառենք, այստեղ շատ շոկ եղանակ է, այստեղ ժողովուրդը բարձրանում են վերև, եկեք մենք էլ փորձենք, շնայդ ես մի քիչ թաթալաբազ եմ հեսա հելելու եմ գնեմ սատկեմ։ Այստեղ սենք, այսպես բան, այստեղ մարդիկ անում են գրեթե գենց, այստեղ տեսնենք ինչ կա, այստեղ մոմ են վառում։ Այսպիսի գեղեցիկ տեսարան է այստեղ բացվում։ Եկեք բարձրանանք ստեղից, ուրեմն այս տնենք ստեղ։ Հոպլաս։ Մամջան նայ ես ինչ ուժեղ եմ։ Տատ նայ որ ես փլուս չեմ։ Իջնեմ այնտեղից նկարեմ ժողովուրդ։ Թե չէ շնահատակ կլինեմ ես տեղից որ սենց հեռախոսը ձեռս իջնեմ։ Ահա իջանք այստեղ։ Այստեղ հին խաչքար է, ինչպես տեսնում եք, չնայած մութ է դժվար թե տեսնեք, այստեղ կոպեկներ, բան, մարդիկ կոպեկը վերևից գցում են երազանք են պահում, իսկ անխելքները իջնում ես կոպեկները վերցնում են երևի։ Այստեղ զուգարան, այնց, մի բան է հետաքրքիր, որ սաղ կյանքում ինձ այդ հարցը տանջում է, հենց զուգարանի դեմը նստող տատիները, որ գնում են զուգարան իրանք էլ են պարտաճանաչ կերպով 100 դրամ գցում դեմները նոր գնում։ Մենք հասանք ջերմուկ ու էս իմ համար ամենալավ կանգառն էր մեր այսօրվա։ Նկարենք ձեռքով արեք։ Ապեր ջան, ցավը տանի։ Այստեղ վերևում կամուրջը շատ գեղեցիկ։ Ոչմ մահա, ժողովուրդ։ Արփագետն է։ Եք, ջուրը լավն է։ Հայրը որ գնում են Սևան Մևան։ Ում է ջուրը։ Ես ընդհանրապես ուշադիր եմ էլի այդ ցիտատների, որ շատ ա կգնվում։ Вообще-то այն եմ նկարում բան, որ տենց անվարձ նկատում, մտնում են ջուրը մեկ, Եք, ջուրը լավն է։ Օ, պլյաս։ Մեկ ինչքան տուրիստներ կան։ Շատ հետաքրքիր է։ Սենց այս ջրվեժի ջուրը գալիս միախառնվում է արփագետին ու սենց գնում է։ Ասել ես կողմից։ Նորստեղ նստած էի։ Մեկ եկավ հետս նկարվեց։ Ապա մի այստեղ տեսեք է։ Ոչ մի պարսիկ, ոչ մի զղջում զիբիլ, չգիտեմ ինչ։ Են որ եկել Երևանը իրենցով են արել։ Մի հատ զգացեք էլի բոլորը հայ են։ Հիմա գնում ենք իմ երազանքը կատարածելու։ Այսինքն հաց ուտելու։ Ապա մի այստեղ նայեք։ Սես ներքևը մեծ փոս է, չգիտեմ ինչ փոս է։ Եթե կյանքից նեղացած ես կարաս գցվես։ Վարդան դասարացիներից ասել եմ, քեզ էլ ասեմ, միլոջի YouTube եմ գցելու։ Եվ այսքանով սահմանափակվենք, այսօր այսքանը, եթե ձեզ դուր եկավ վլոգը սեղմեք լայք, նոր վիդեոների համար բաժանորդագրվեք իմ ալիքին, չգիտեմ կլինեն չելենջներ, մելենջներ, ընդեղ նորանված եմ մի խոսքով էլ որ, այսօր այսքանը, բաբայ։